Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Տեր Հիսուսը լույսն է, որ հաղթել է խավարին։ Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության 4 գլխից» անվանումը։ Այս շարքի առաջին դասը, որին ուզում եմ միասին անդրադառնանք, վերաբերում է Մաղաքիայի մարգարեության մեջ փոխանցված այն զորավոր ու հրաշալի խոստմանը, որը խոսում է խավարի հանդեպ լույսի հաղթանակի մասին, ինչպես նաև այն բժշկության մասին, որը Տերը պատրաստել է Իր անունից վախեցողների համար։ Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը ֆիզիկական երևույթներ հանդիսացող լույսն ու խավարը համեմատում է հոգևոր երևույթների հետ։ Խավարը մեղքի ու հոգևոր տառապանքների իրողությունն է, իսկ լույսը մեղքից ազատագրման, ներման, սրբության, մաքրության և Քրիստոսի մեջ երանության կյանքի իրողությունն է։ Ավելին, Աստծու Խոսքը հստակ է այն հարցում, որ լույսը Տեր Հիսուսն է, իսկ խավարի իշխանը՝ Սատանան։ Հովհաննես 1:4-5-9 «Կյանքը Նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» «Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան» Իսկ ի՞նչ է սովորեցնում այս մասին Մաղաքիայի մարգարեությունը։ Ստորև բերված աստվածաշնչյան հատվածում մեծագույն քաջալերանք կա Աստծուն սիրող և Նրա անունից վախեցող մարդկանց համար։ Հենց նրանց համար է ծագելու լույսը՝ արդարության Արեգակը։ Եվ այս լույսը ո՛չ միայն ցրելու է Քրիստոսին ընդունող մարդկանց կյանքերի խավարը, այլև վերացնելու է այդ խավարի հետևանքները՝ մեղքի ու մահվան բերած ավերածությունները։ «Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, արդարության Արեգակը պիտի ծագի, և Նրա թևերին՝ բժշկություն» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչ իրավիճակ էլ լինի քո կյանքի մեջ, այսօր ընդունի՛ր Տեր Հիսուս Քրիստոսի բերած լույսը քո կյանքի մեջ։ Ընդունի՛ր Նրան և քո կյանքից հեռացրու խավարը, մեղքի ու անօրենության բոլոր դրսևորումները։ Աստծո լույսն ի զորու է ցրել քո կյանքից ցանկացած խավար և անորոշություն։ Թույլ տուր, որպեսզի քո կյանքում ծագի արդարության Արեգակը։ Նրա թևերի վրա է այնքա՜ն սպասված քո բժշկությունը, քո աղոթքների պատասխանն ու հարաբերությունների վերականգնումը։ Աստված չի ուզում, որ դու մնաս խավարի ճնշման ներքո։ Նա Իր Որդուն է աշխարհ ուղարկել, որ քեզ ազատի խավարի ու ստության կապանքներից և տեղափոխի Իր սիրելի Որդու Արքայության մեջ։ Ճանաչի՛ր Քրիստոսի խոսքը։ Ճանաչի՛ր Նրա կամքը։ Հավատա՛ և ընդունի՛ր Նրա ուսուցանած ճշմարտությունները։ Դարձի՛ր Նրա հավատարիմ աշակերտը և կտեսնես, թե ինչպես է արդարության Արեգակը բժշկում քո կյանքը և լուսավորում քո կյանքի բոլոր մութ ու խավար կողմերը։ «Ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած, մեծ լույս տեսավ, և մահվան ստվերով աշխարհում նստողների համար լույս ծագեց» (Մատթեոս 4․16): Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։